Alles schön abhören. Երբեմ կրկելու քեզ Չես մոռացել, չէ՞, այսօր Ջորջանց տուն ենք գնալու։ Մարի ջան տանն եմ։ Մարի Մարի, ինչու զանգերից չես պատասխանում։ Ջան, բարև։ Լավ ջան։ Ոնց ես։ Լավ, ինձ։ Ավտորացման կետում հասցնում ես, որ շատ չես օգնում։ Չէ, լրիվ հասցնում եմ։ Լավ։ Հիշում ես, չէ՞ պայմանավորվել ենք, եթե այնտեղ շատ կհոգնես, գրաֆիկդ փոխենք։ Չէ, լրիվ նորմալ է, Տիգ ջան, հասցնում եմ։ Շատ լավ։ Դե ընկերը չես տենաս կբարևես։ Շանազայանին։ Բայլում։ Արտադիր։ Դերա, ոզեի դերի չխանվելու միշտ։ Շուշի ջան, ես իրոք նեղվում եմ ու շատ եմ նեղվում, որ հենց քո առաջին աշխատանքային օրով սենց բաներով։ Դե բայց ուզում եմ իմանաս, որ սենց անշնորհք հաճախորդներ շատ հազվադեպ են լինում մեր մոտ։ Ու խնդրում եմ հանկարծ աշխատանքից չհիասթափվես, հա։ Չէ, ինչ հիասթափվել, բաներ եղավ անցավ։ Ճիշտ է, այդ պահին շատ նեղվեցի, բայց հիմա արդեն լավ եմ։ Բայց մի մոռացի, դու դրանցով ինչ չես վախեցնի, գիտես ինչեր եմ տեսել Արմեն։ Այ ապրես։ Իրականում մեր ջահելությունը լավն է, Շուշ, ուղղակի մեջները թափթփուկներ հանդիպում են։ Ոնց տատս էր ասում, չկա գյուղ շունչ ունենա։ Շուշ, ասում կարող է իրար հետ ընդմիջում անենք։ Չէ, Արմեն, ես սոված չեմ, բայց եթե դու սոված ես, գնա կեր, ես էլ փաբում կմնամ, եթե հաճախորդ կա, կսպասարկեմ։ Ես էլ այդպես նման էի մենակ հաց ուտողի, հա։ Չէ, բայց ստիպված ես լինելու մենակ ճաշես, որովհետև իրոքից չեմ ուզում։ Դե լավ, բայց նայ, եթե սովածանաս կասես։ Հա, Տիկին Արևշատյան։ Շուշի ջան, Մարի կարող է քեզ հետը։ Չէ, դասերից հետո չեմ տեսել։ Ինչ որ բան ա եղել անհանգիստ եք։
Գործով դուրս է եկել, վերադարձա տեսնեմ տանը չի։ Զանգում եմ, զանգերից էլ չի պատասխանում։ Այ քեզ բան։ Կարող է տիկին Իդայի հետ միասին լինեն։ Խոսել եմ, դատիկի հետ չի։ Լավ, ես հիմա կզանգեմ, եթե կարողանամ կապվեմ հետը, կասեմ, որ ձեզ զանգի։ Բայց դուք մի անհանգստացեք, հաստատ Մարիի մոտ ամեն ինչ լավ է։ Լավ, տիկին Արևշատյան։ Շուշ, Պուչունը ինչ-որ բան ապատա է։ Մարիի մաման ասում է, որ չգիտի որտեղ է։ Ոնց։ Չի պատասխանում։ Տիկին Լիդիա, լավ չեք զգում ձեզ։ Գլուխս պտտվեց, հիմա կանցնի։ Ախր ես տեսնում եմ տիկին Լիդիա, երևի մի քանի օր ոչ հաց եք կերել, ոչ քնել եք։ Դրա համար էս վիճակին եք։ Չէ, նորմալ է, ամեն ինչ կարիքն է, դոր ջան, դու գնա։ Տիկին Լիդիա, կներեք չեմ կարող ձեզ սենց մենակ թողնել։ Ես դեռ ձեր թաղերից դուրս չեմ եկել, իսկ դու արդեն կարոտել ես ինձ։ Վան Մարին տանը չի։ Զանգերից էլ չի պատասխանում։ Արդեն անհանգստությունից չգիտեմ ինչ անեմ։ Երեխեք հետ խոսել ես, կարող է երեխեն տանը ձանձրացել է, գնացել է երեխեքից ինչ-որ մեկի մոտ։ Շուշիի հետ եմ խոսել ու մամայի, բայց տեղեկություն չունեին։ Լավ, դու փորձի հանգստանաս, ես հեսա կզանգեմ Միքայելին, կարող է իրար հետ եմ, ու գալիս եմ քո մոտ։ Ես քեզ քանի անգամ ասեմ, որ հեռու մնաս իմ ընտանիքից։ Ինչ ես այստեղ, այցի տանունը ինչ է։ Քո հետ եմ, աղջիկ ջան, ինչ գործ ունես այստեղ։ Անհանգիստ է եկա, որ Կարոյին տեսնեմ։ Դու չես կարող անել այն ինչ ուզում ես, երբ հարցի իմ ընտանիքին է վերաբերում, որովհետև ես քեզ թույլ չեմ տալիս։ Լսեցիր, ես քեզ թույլ չեմ տալիս, հեռու մնա իմ ընտանիքից։ Գոնե ամոթ ունես, իջնեց ումից եմ ամոթ սպասում։ Բայց ես ինչ եմ արել, որ իմ հետ այդպես եք խոսում։ Ինչ ես արել։ Ցանկացած նորմալ մարդ աղջիկ ջան, քո տեղը եթե լիներ, գոնե կամաչեր կամ մեղքի զգացում կունենար։ Իսկ դու նենց ես կանգնել, ոնց որ ոչ մի բանում մեղավոր չես։ Ես երբեք չէի ուզի, որ Կարոյի հետ նման բան պատահեր։ Կուզեիր, մնել ոնց կուզեիր, ու գիտես ինչի, որովհետև դու նախանձում ես։ Ինչ եք խոսում։ Հա, ինչ որ լսում ես, դու նախանձում ես իմ Էրիկին, որովհետև ամբողջ կյանքում երազել ես հորից հետ գոնե մի քաղցր խոսք լսես, բայց չես լսել, որովհետև Կարոն քեզ ու մորդ այդ պատվին չի արժանացրել, ու իդեալական հայր ա եղել իր իսկական ու միակ զավակի համար։ Ես հասկանում եմ, որ դուք ինձ այնքան շատ եք ատում, որ ուղղակի ձեզ առիթ էր պետք, որ ինձ ցավացնեք։ Բայց ուզում եմ իմանաք, որ ես Կարոյի վատը երբեք չեմ ուզել, ու ոչ մեկի վատը այս կյանքում չեմ ուզել։ Հերիքա դուրս արեց սրբի դիմակի տակից, ես շատ լավ գիտեմ դու ով ես, ու շատ լավ գիտեմ, թե քեզ լույս աշխարհ բերած կինը ով է։ Ինչ ես եկել, նենց հետաքրքիր է, եկել ես ուրախանաս, հա տեսնես հույս կա, չկա։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում ես Էրիկս էլ քո նման անհեր մնա։ Ինչ եք խոսում, ախր Էրիկը ինձ համար շատ հարազատ մարդ է։ Ձայնդ կտրի, Էրիկիս անունը չտաս չհամարցակվես։ Մայր աղջիկ ինչ հայտնվել եք մեր կյանքում ամեն ինչ տակնու վրա եք արել։ Դուք որտեղից ստև կատուների նման ընկաք մեր ճանապարհին, հա։ Մորս մասին այդպես չխոսեք։ Իմ մաման ձեզ ոչ մի բան չի արել։ Սուս մնա ձայնդ չլսեմ, այն որ իմ ամուսինը, իմ Էրիկի հայրը այս վիճակում է, դրա մեղավորը դու ես ու մենակ դու։ Եթե դու չլինեիր, այսքան բանը չէր լինի։ Իսկ հիմա չկվի աչքիցս, չկվի, ես քեզ չտեսնեմ։ Ալո, մարս ուղես կորեն չի զանգերից չես պատասխանում։ Միշտ որտեղ ես։
Մարզասրահում գործի, պես ի՞նչ է ձեր վիճակը լացես լինում։ Միշտ ուզում եմ քեզ տեսնել։ Հենց հիմա գալիս եմ, ասա որտեղ ես։ Լավ, հենց հիմա գալիս եմ։ Ալո, պարոն Շահնազարյան, հենց նոր ես Մարի հետ խոսեցի, իմացա որտեղ է։ Խնդրում եմ, էլի զանգեք տիկին Արաշեցյանին, էլի ասեք։ Հա, ես հենց հիմա գնում եմ մոտը։ Լավ։ Նարե։ Նարե։ Ասա քեր։ Նարե ջան, արի նստի հաց ուտենք, սեղանը դրել եմ։ Ասա քեր ջան։ Հաշվում արի նստի հաց ուտենք, հələ տես։ Ինձ ձվածեղ եմ պատրաստել։ Ես չեմ ուզում քեր ջան, սոված չեմ։ Էդ ինչ ես կերել, որ սոված չես։ Առանձնապես ոչ մի բան, ուղղակի ախորժակ չունեմ։ Ախորժակ չունեմ։ Եթե ախորժակ չունես, ուրեմն կամ հիվանդ ես, կամ տրամադրությունը տենչի։ Դե հիմա ասա տեսնեմ այդ երկուսից որ մեկն է։ Ամեն ինչ նորմալ է, քեր ջան։ Ուղղակի այսօր սենց եմ, ուշադրություն մի դարձրու ու հանգիստ հացը տանուշարա։ Անուշարա։ Ես գամ հաց սարքեմ, անուշարա։ Լասա տնամետով է հավիտ կշասե, որ մրուտներդ կախել ես։ Ոչ մեկ, քեր ջան։ Կարող է այն Միշոն բան ասե, նեղվել ես, հա? Չէ, Միշոն ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի այսօր սենց եմ, ուշադրություն մի դարձրու։ Դե տես է։ Ես սենյակում կլինեմ, քեր ջան, ուտես վերջացնես, ձայն տուր կգամ սեղանը կհավաքեմ, իսկ հիմա ուզում եմ մենակ մնալ։ Մարդ հոգնած գործից գա, հաց սարքի սեղան դնի, որ նստեն հավեսով հաց ուտեն։ Անուշար, ախորժակ չունեմ։ Մենք մեր մեծերի հետ կարայինք տենց խոսայինք, տենց պատասխան տայինք։ Ես ամիկվա ջահելները ոչ մեծի հետ խոսալ գիտեն, ոչ էլ կիսվել։ Անուշարա։ Եկալ է։ Կարող է այս երեխու սրտում մի բան կա։ Սիրահարվել է, Կարող է։ Շտկեր է, Սերով ջան, ինչ գործ ունես։ Մամ, Վան, ինչ եք միասին, բամարին ուր է, ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ նորմալ է, ինչու ես այդպես անհանգստացել։ Մենք էլ իրար մուտքի մոտ հանդիպեցինք, միասին մտանք։ Մտածեցի, կարևոր չէ։ Միքայելն ինչ ասաց, գնում եմ Մարիի մոտ։ Հա, ասեց, որ Մարին գնացել է Կարոյին տեսակցության, հեռախոսի ձայնը անջատել է, հետո մոռացել է միացնի։ Իսկ հետո երբ հիշեց, հնարավոր չէր հետ զանգել։ Կամ հիմա, որ զանգում եմ, ինչու չի պատասխանում։ Գրավոր է միայն ինձ պատասխանում, որ Դե երևի գնացել է հիվանդանոց, նեղվել է, ու չի ուզել հետդ խոսին։ Կարող լինի տենց բան։ թող տուն գա։ Չի կարելի այդպես, չէ։ Ճիշտն ասած, ես շատ անհանգստացա, որ զանգեցի։ Ու այդ երեխեքը մինչև մեծանում են, վայ։ Երեխային ոչինչ պատահում է։
Բայց երբ նման դեպք է լինում, պետք է շատ ուշադիր լինել։ Շատ պատասխանատու։ Չէր կարելի նման կերպ վարվել, Վան։ Կամ ոնց չի մտածել, որ անհանգստանում ենք։ Ենթադրում եմ պատճառը քո այս ռեակցիան կարող լինի։ Ինքը գիտեր, որ նման ռեակցիայի կարող է հանդիպի։ Ես երբ եմ նրան արգելել, որ Կարոյին տեսնի։ Ինչու է հիմա մտածել, որ պետք է թույլ չտամ։ Ես պետք է իմանայի իր որոշման մասին։ Ամեն դեպքում ինձ թվում է մի քիչ բուռն ես արձագանքում։ Ոչինչ, Վան ջան, անհանգստացած է։ Հիմա որ իմացավ Մարիի հետ ամեն ինչ նորմալ է, կհանգստանա։ Մամ, ես այստեղ եմ։ Ահա, դե այն վիճակում չես, որ քեզ չնկատենք։ Լավ, դուք զրուցեք, իսկ ես գնամ սառը թեյ ու պաղպաղակ բերեմ, որ մթնոլորտը մի քիչ թեթևանա, թե չէ շատ է թեժացել։ Հա, շատ լավ միտք է։ Մի քիչ սիրտդ հանգստացավ։ Անկեղծ ես էլ չհասկացա ինչու այդքան անհանգստացա։ Երբեք այդքան չէի վախեցել Մարիի համար։ Դե նորմալ է, այս վերջին դեպքը թարմ է, դեռ չես հասցրել։ Խելքի գալ նորմալ է։ Միևնույն է, չեմ հասկանում ինչու ինձ ոչինչ չի ասել։ Հարցի պատասխանը ինձ թվում է քեզ Մարին կտա։ Բայց եթե դու իրան դիմավորես այս տրամադրվածությամբ, ինձ թվում է ձեր խոսակցությունը տենց ճիշտ ուղղությամբ չի գնա։ Իսկ ինչ անեմ, գլուխը շոյեմ։ Չէ, խոսքը դրա մասին չի։ Ուղղակի մի մոռացիր, որ վերջին շրջանում ձեզ մոտ հարաբերությունները բավականին լարված էին։ Դու պիտի քեզ ավելի հանգիստ պահես, որ կարողանաս ճիշտ ներկայացնես, որ անհանգստանում ես, ու իրան բացատրես, որ այս իրավիճակում ինքը իրան սխալ է պահել։ Այնքան հեշտ է կողքից խոսելը։ Անուշ ճիշտ է, ես Մարիի հայրը չեմ, բայց հավատա, ես այս ամեն ինչին կողքից չեմ նայում։ Պիտի չէ ինչ-որ մեկը սթափ լինի։ Կներես, Վան, չէի ուզում վիրավորել։ Ես էլ պաղպաղակը։ Հիմա սառը թեյն էլ կբերեմ։ Շնորհակալ եմ, մամ ջան։ Ես շատը քեզ։ Ես էլ ես քիչ ուտեմ, ոչինչ։ Գետալը վերցրում ես աջ ձեռքով, վերցրու, 3 ու 4, գնացինք։ Կարող եմ ինքնուրույն որոշում կայացնել ուտել, թե ոչ։ Մարս, ես ինչ ա եղել, ինչ ես այս վիճակում։ Հիմա ի վիճակի չեմ խոսել։ Մարս կարող եմ եկը խաթրիդ կպել, հələ ասա։ Էդոն ու Լիդիային եմ հանդիպել։ Կարող է այդ ինչ-որ բանա ասե։ Չէ։ Լավ, արեք հայլենք նստի մի հետ, պատմես հետո ինչ ա եղել։ Կանգնի տեղդ առաջ չգա, չես տեսնում թացա, սպասի չորանա։ Այ կնիկ մեր տունը չի, ինչ ես շնշած պահում։ Հա, գիտեմ, որ մեկ տունը չի, բայց դու չգիտես, ես միջև իմ ձեռքով գործը չանեմ, չեմ կարող գնալ։ Բայց դու ինչ ես գործ անում, արփիկը թող մաքրի։ Արփիկն էլ է անում, բայց դու չգիտես, միջև ես իմ ձեռքով գործը չանեմ, սիրտս չի հովանա, Թորոս։ Ցավը տանեմ, արի, ես մի բաժակ սառը ջուր տամ խմի, թող սիրտը թողանա, գնանք տուն, հա։ Ասեցի տեղդ կանգնի, առաջ չգաս։ Հերիքա, աղուն ջան, հերիքա, այնքան ես փայլացրել, ոտս տնեմ, սոտ կտամ կընկնեմ արդեն։
Դրա համար ասում եմ զգաս տեղդ կանգնի։ Ամբողջ դպրոցին Թորոսն ա ֆռցնում, Թորոսին էլ դու։ Ինչի դժգոհում ես, հա։ Դու երբևէ տեսել ես քեզանից դժգոհ եմ։ Է որ դժգոհ ես ինչ։ Մոռացել ես ծնողներիս հետևից ոնց էիր ընկնում, որ ինձ քեզ կնության տան։ Ինչի դուք թողես ես մոռանամ, որ 40 անգամ հիշեցնում ես։ Դրա համար էլ հիմա ինձ երեսով ես, հա տալիս։ Այ կնիկ ջան, ինչ երեսով տալ, ասում եմ ոտերս ցավում ա, շուտ արա վերջացրու գնանք տուն։ Հասկացա, գալիս եմ։ Մարս էլ ասատնեմ դու այդ ինչ ռիսկի դեր ես, որ ես վերջի դեպքերից հետո մենակով դուրս ես գալի տանից։ Միշ, ուղղակի ուզում էի Կարոյին տեսնեի։ Չգիտեմ հետս ինչ կատարվեց, դրա համար առանց զգուշացնելու եկա հիվանդանոց։ Մարս հասկանում եմ, որ ուզում ես Կարոյին տեսնես, բայց դու չգիտես, որ մի բար տորում ես մեր մտքով մենակ վատ բաներ անցնում։ Դե։ Ուղղակի մտածեցի մաման դեմ կլինի, դրա համար շուտ եկա։ Ախր մամա դեմ կլիներ, գոնե ինձ ասեի, իր հետ կգայինք։ Գիտեի, որ գործի ես, չի ուզում խանգարեի։ Մարս լիճիշն ասադ, ձայս Կարոյին տեսել ես դրա համար ես վիճակում։ Թե կարող այն այդ ինչ-որ բան ասել չես ասում։ Չէ միշ, էդոն իրոք բան չի ասել, ինքը Լիդիայի հետ էր։ Աշեմ ասկանում էդ ուրոդը Լիզայի հետ ինչ գործ ունի, անընդհատ կողքերը ֆռում։ Լսի, կարող ա դիկեն Լիդիան այլ կողքը։ Միշ ուղղակի ես չեմ հասկանում, այդ կինը ինչի ա ինձ տենց ատում, ինչ եմ արել ես իրար։ Արս ուշադրություն մի դարձրել բայց աստեղ։ Միշ ոնց ուշադրություն չդարձնեմ։ Ախր դու չես ասել ինքը ինչ բառեր էր ասում։ Պատկերացնում ինչ էր կարող ասել։ Բայց պետքան ցաներ մի տար։ Երևի ինքը տեսել է ձեզ Կարոյից վիճակում, ինչի կարացել իրան տիրապետի քեզ կողքել է էլի։ Ջորջն է։ Միշ ես հիմա ի վիճակի չեմ ինչ-որտեղ գալու, դու Շուշին ու Դավոն գնացեք։ Հա, Ջորջ։ Հասկացա Միշ ջան, ոչինչ, ուրիշ անգամ կգաք մեր տուն։ Լավ։ Նիշոներ։ Հա, չեն կարողանալ գալ։ Ինչի հո բան չի եղել։ Չէ, տենց Մարի հետ կապված տենց խնդիրներ են։ Դե որ իրանք չեկան, հաստատ Շուշին էլ չի գա, Մագան ու Դավոն էլ չեն գա հաստատ։ Ավելի լավ, ավելի շատ չիզկեկ ինձ կմնա։ Չոպիկ դու ես։ Բայց չէ ոնց որ Ջորջն է։ Բայց շոպիկից խոնավություն քաշած Ջորջն է, հա։ Լավ, դե գնամ տեսնեմ այն ինչ կիսատ բաներ կան, տատիկին օգնեմ ու գամ։ Ահա, դու գնա տատին օգնի, որ հետո մեր տուն հարս գաս։ Ես այդպես էլ անում եմ։ Օ, սպասի, մի հատ որ խնդրեմ, այն համո չիզկեկից կբերես միասին ուտենք։ Եղավ չոպիկ ջան։ Ուզում եմ խոսենք Մարի։ Ես ուզում եմ հանգստանալ։ Կխոսենք հետո կհանգստանաս։ Լավ ասա, ինչի մասին ես ուզում խոսենք։ Քո այսօրվա պահվածքի։ Մամ ախր արդեն ասեցի, որ մոռացել էի հեռախոսի ձայնը միացնեի։ Իսկ դուրս գալուց առաջ էլ չէի կարող զանգել զգուշացնել, թե ինչ ես մտադրված անել։ Չգիտեմ, չմտածեցի այդ պահին։ Ախր ոնց։ Ինչպես չմտածեցիր, իմ գլխում չի տեղավորվում։ Մի քանի օր առաջ ենք ես փորձել առևանգել, մինչև հիմա չգիտենք, թե ով է դա փորձել կազմակերպել։ Կարոն հիվանդանոցում է, իսկ եթե Աստված չանի, էլի փորձենք ես առևանգել ու այս անգամ ոչ ոք չկարողանա փրկել։ Մտածում ես։ Դու գոնե մի քիչ մտածում ես, Մարի։ Լավ եղավ, մամ։ Ինչ է լավ եղավ։ Ես չեմ ուզում դու ուղակի ասես լավ։
Ուզում եմ իսկապես հասկանաս, գիտակցես, թե ինչ է կատարվում։ Մամ, ինչի ոչ մեկ իմ դրության մեջ չի մտնում։ Ինչի է ձեզ թվում, թե ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ոչ ոք այդպես չի մտածում։ Եվ հավատամ եք փորձում ենք քո դրության մեջ մտնել։ Դուք չեք հասկանում, թե իմ հետ ինչ է կատարվում։ Դուք մենակ պահանջներ եք ներկայացնում։ Արևս մենք փորձում ենք հասկանալ քեզ։ Ես գիտեմ, թե քեզ համար ինչքան դժվար է։ Բայց միևնույն է, դա քեզ պատասխանատվությունից չի ազատում։ Ինքդ քո հանդեպ, քո ապահովության հանդեպ պատասխանատվությունից չի ազատում։ Մամ, ես հոգնել եմ այդ վախի մեջ ապրելուց։ Ես հոգնել եմ, որ առանց ինչ-որ մեկի ուղեկցության չեմ կարող գնամ դպրոց, կամ չեմ կարող գնամ ընկերներիս հետ զբոսնելու։ Մարի ջան, դա ժամանակավոր է։ Ոչ մեկ չգիտի, թե հիմա Կարոյի հետ ինչ է լինելու։ Իսկ ես մեղքի զգացումից ուղղակի իմ տեղը չեմ գտնում։ Կարոն անգիտակից պարկած է հիվանդանոցում իմ պատճառով։ Ինչ մեղքի զգացում։ Քեզ ոչ ոք չի մեղադրում։ Լուրջ։ Լիդիան էլ չի մեղադրում։ Ինչ որ բան է ասել Լիդիան։ Նեղացրել է քեզ։ Կարևոր չի։ Ինչպես թե կարևոր չի։ Մամ, կարևոր չի ով ինչ է ասում։ Կամ ինչա մտածում, բայց չի ասում։ Բոլորը մտածում են, որ ես եմ մեղավոր, որ Կարոն այդ վիճակի մեջ է։ Ու գիտես ամենաբադը որն է։ Որ ես էլ եմ տենց մտածում։ Էլ երբեք նման բան չասես։ Ու երբեք նման կերպ չմտածես։ Որովհետև դա անհեթեթություն է։ Լավ, մամ։ Էլ չեմ մտածի, չեմ զգա։ Կանեմ նենց ոնց դու ես ուզում, լավ։ Մարի, ես ուզում եմ, որ դու քեզ լավ զգաս, որ ապահով լինես։ Մամ, արդեն ասեցի, կանեմ նենց ոնց դու ես ուզում։ Գնա, մամ։ Հիշի, որ ես միշտ կողքիդ եմ։ Եթե իմ կարիքն ունենաս, կասես։ Հոլես ոնց եմ կարոտել։ Ոնց կուզեի հիմա կողքս լինեիր։ Հայ Աստված իմ ես մենակությունն ինչ սարսափելի բան է։ Իմ սիրտ տղա։
Նվարդ։ Նվարդ։ Աստված իմ ստան ինչպես միշտ մարդ չկա։ Բարև ձեզ, Տիկին Լիդիա։ Միքայել ջան, բարև, այս ժամին ստեղ ինչ ես անում։ Կներեք, որ այս ժամին անհանգստացնում եմ։ Ուղղակի մի հատ խոսելու բան ունեի, կարող ենք զրուցել։ Արի, իհարկե։ Ես Կարոյի հանդեպ ունեցած վիրավորանքը կարամ մի կողմ դնեմ, բայց յան հայր ընդունել չեմ կարող։ Չի ստացվում, ու ես պատրաստ չեմ դրան հիմա։ Համենայն դեպս հիմա ես տենց եմ մտածում։ Ու երեխեք չեք պատկերացնի ոնց եմ ուզում այս ամեն ինչը շուտ ավարտվի։ Մարիի պատճառով է, որ ես համարյա կորցնում եմ երախուս։ Որ ես այդքան երկար ժամանակ երախուս հանդեպ կարոտով մնացի։ Համարյա բաժանվում էի ամուսնուցիս։ Ու հենց իր պատճառով է, որ ես այսօր մնացել եմ մենակ։ Երևի մի քիչ ճնշել ես, երեխանել մի երկու բառ ավել ասել։ Մեզ թվում է, որ մենք ամեն ինչ փորձում ենք անել իրենց համար։ Անհանգստանում ենք եւ այդքանը բավարար է։ Հույս ենք տալիս մեզ։ Բայց իրականում երբեք չենք փորձում մեզ իրենց տեղը դնել։ Անհանգստանում եմ Լիդիայիս համար։ Բայց անհավատալի է։ Ինչն է անհավատալի։ Այն, որ դու մտահոգվում ես Լիդիայի համար։ Առաքիչ բերեց, ասեց, որ Արաշատյանի համարը 11-այի աշակերտների կողմից, ու որ հենց դասի ժամին պետք է անցնեմ ձեզ։ Ես չեմ ուզում դպրոցում մնամ, ուզում եմ տուն գնամ։ Այսինքն մար, այդ սրիկայությունը անողին ուզում ես տենց հեշտ համոզես, որ հասավ իր ուզածին։ Ինձ մեկա թե անողը ինչ կմտածի։